Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ մեր հետևորդներին, որ բաժանորդագրվեն այս ալիքին, չարլարեն, հավանեն տեսանյութը եւ մեր քննարկվելիք թեմաների վերաբերյալ նաեւ գրեն իրենց տեսակետները։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, այսօր ողջ օրը ձերբակալվածների պահման վայրում պահվում էր 18 տարեկան մի տղա, ով եկեղեցում փորձում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե ականատեսներն ասում են, որ առաջինը Փաշինյանի թիկնապահներն են նրան հրել կամ հարվածել, տարբեր են տեղեկությունները, բայց այնուամենայնիվ այստեղ ում մեղավորությունն է ձեզ Նիկոլ Փաշինյանը ուղղակի բռնության թիրախ էր, թե ուրիշ տեսանկյուն էլ կա։ Այստեղ մի հատ մեղավոր կա, դա Նիկոլ Փաշինյանն է։ Գորուն ջան, ուրեմն նայեք, տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իրան մարդիկ ատում են։ Շատ լավ գիտի, որ մեծ ատելություն կա դեպի իրան, չէ՞։ Չեմ ասում 100%-ով, ինքը ունի նաև աջակիցներ։ Մի որոշ աջակիցներ ունի, իշխանական ռեսուրսներ ունի, որ այդ ռեսուրսները ռեսուրսների որ իր աշխատողն է, դրանց բարեկամությունը բանը, սա իրան ընդունում են, հասկացանք։ Բայց ժողովրդի մի մեծ հատված էլ կա, որ իրան ատում է։ Խես գնում մտնում մարդկանց մեջ։ Բան մտնում ես մարդկանց մեջ, տենց բաներ էլ պիտի լինի։ Բայց կլինի, բայց ժողովրդավարական երկիր է իբր թե թեպետ տեղ արդեն բոլորն էլ հասկանում են, որ ժողովրդավարություն չկա, մարդու ազատությունները չեն պահվում, ճնշում են գործադուն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որ իրանց դեմ են, բայց այդքանը գիտակցելով էլի մարդիկ այդտենց են ընդունում իրան։ Էլի ուր գնում է հարձակվում են, վիրավորում են, չէ, դավաճանել են, գոռում, ասկե այսքան ռեպրեսիաները կա, բայց էլի մարդիկ իրանց ատելությունը ցույց են տալիս ու այդ երիտասարդներ ուզելա դաժե նույնիսկ ուզելա հարվածի, չէ։ Նայեք, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինչ է անում այդ ատելության մթնոլորտը վերացնելու համար, մեղմելու համար, ոչ մի բան, ընդհակառակը ավելի է ինքը խորացնում այդ ատելությունը, այսինքն զրո հանդուրժողականություն է ցույց տալիս իրան ատող ժողովրդի նկատմամբ, ժողովրդի այն հատվածի նկատմամբ, ովքեր որ իրան ատում են, զրո հանդուրժողականություն, ինքը իր թիմը այն օրը կամենալենը, այսինքն ցույց են տալիս մի հատ ասեք 10 հատ մենք ձեզ կասենք, ու դրանով ավելի խորացնում են ատելությունը։ Ատելությունը տես չպետք է անեն։ Ղեկավարությունը պետք է լինի հանդուրժող, պետք է լինի ներող, հասկանում եք, պետք է լինի ավելի մեղմացնող մթնոլորտը։ 2008 թվին Սերժ Սարգսյանը, որ եկավ իշխանության մարտի 1-ից հետո, մարտի 1-ը էլի սարքեց Նիկոլ Փաշինյանը։ Մարտի 1-ի մեղավորն էլ համար 1 Նիկոլ Փաշինյանն է, չէ՞։ Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը, որ եկավ իշխանության, ինչ արեց ինքը, որ մինչև հիմա հակասերժական տականքները իրան մեղադրում են, ասում են՝ «Խի ամունից տարին բաց թողեցիր Նիկոլին»։ Սերժ Սարգսյանը մենակ Նիկոլին չի բաց թողել, այդ ամունիստով բաց թողեց լիքը մարդկանց ու դրանով մեղմեց այդ ատելության մթնոլորտը, որ հասարակության երկու հատվածը իրար ատում էին, չէ, հելել էին իրար դեմ, այնինքը դրանով մեղմեց, այդ ամունիստ անելով մեղմեց ու գնալով տես լիքը քայլեր արեց, որ մեղմել այդ մարտի 1-ի հետ մարտի 1-յան այդ մթնոլորտը թուլացներ, չէ։ Իսկ ինչ անում հիմա Նիկոլ Փաշինյանը, ինքը ավելի է խորացնում այն ատելությունը, որ այսօր կա։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ ղեկավարը տենց չպետք է լինի։ Համար 1 մեղավորը Նիկոլն է նախ, որ իրան այդքան ատում են, ինքը դրա տեղի կտվել է, ու համար 1 մեղավորը էլի Նիկոլն է, որ ոչ մի բան չի անում, որ այդ ատելությունը մեղմի գոնե։ Ասում է ով իմ դեմ դուրս գա, մի հատ ասեք 10 հատ ես կասեմ։ Այն պուճուր երեխեք են ալում, այն աբարոտի գել, որ մենք իրանց թեպքի ասեն, սենց հասկանում եք, այս սենց է ինքը իրան պահում, բայց երկրի ղեկավարությունը տենց չպետք է պահի։ Մանավանդ այս երկրի գլխին, այս ժողովրդի գլխին այդքան փորձանք բերած իշխանությունները հիմա պետք է լուր իրանց խաչը տանեն։ Ժողովրդի զայրույթն էլ պիտի լուր ընդունեն, քֆուր քավարն էլ պիտի լուր ընդունեն, մանավանդ որ այդ ամեն ինչը արդարացի է։ Ես դեմ եմ քֆուրների, դեմ եմ վիրավորանքին։ Եթե նորմալ պետություն լիներ, ու ասենք մեկ ասենք մինչև 18 թիվը 3 նախագահ ենք ունել, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, 2 իշխանություն ենք ունեցել ՀՀՇ ու հանրապետական, հələ դաշնակներ բարգավաճել իրանց հետ։ Ցանկացած ղեկավարի նկատմամբ որ այդտենց անեն, ես կասեի շատ խիստ պատժեք։ Եթե այդտենց փորձեին հարձակվել, կասեի շատ խիստ պատժեք, որովհետև
մեր նախկին ղեկավարները բոլորն էլ դրա տեղիքը չեն տվել, տենց ատելության տեղիք կամ ասենք տեղիք չեն տվել, որ դու կանաս ղեկավարի վրա հարձակես կամ մի թեկուզ վիրավորական բառ խոսաս, բայց այս իշխանությունները այդ տեղիքը տվել են, սրանք մի ցելի պետություն են հանձնել, հայրենիք են հանձնել, 5000 տղա են կոտորել, հենց հիմա մեր ղեկավարությունը մեր հայրենիքի մյուս հատվածի Արցախ պետության ղեկավարությունը Բաքվի բանտում է, որ Արցախը մեր համար սրբություն է եղել, ցանկացած հայ համար Արցախը մի հատ անբացատրելի բացարձակ արժեք է եղել, ինքը այդ սա հանձնել է հենց հիմա ղեկավարությունն էլ Բաքվի բանտում դատում է, բա ուզում ես քեզ չքրֆեն, դու լուր պետք է տանես այդ քֆուներ, ասկա քեզ հասնում է քրֆել, դու պետք է լուր տանես այդ ամեն ինչը, հասկան մեկ ինչ եմ ուզում ասեմ, ինքը այդքան փորձանք բերել է, նույնիսկ եթե իր տրամաբանությամբ են շարժվում, Կորուն ջան, իր սխալի արդյունքում 5000 տղա է կոտորվել, 10000-ից ավել են ինվալիդ են դարել, հաշմանդամ են դարել, բա մարդիկ քեզ քրվում են լուր դու էդի տար, էդի բաժակ չինգե ջարդվե քո սխալի արդյունքում, հələ որ Արցախի մասին չխոսան, որ պետություն ես հանձնել, հայրենիք ես հանձնել, մենակ հենց քո սխալի արդյունքում 5000 տղա է մահացել, քո սխալի արդյունքում, բա հիմա որ քեզ քրվում են, մարդիկ հարձակում են, դու չես ուզում լուրետի տանես, չես ուզում, մի հատ էլ ասես ես լավ տղա եմ, մի հատ ասեք երկու հատ էլ ես ձեզ կասեմ, ոչ, ինքը հիմա պետք է լուր, այդ ամեն ինչը իր խաչը լուր տանի, ուստեղ մի հատ կարևոր բան էլ կա, Կորուն ջան, ինքը հիմա որ ասում է, ես սիրում եմ իմ ժողովրդին, չէ, արա որ դու ժողովրդին սիրում ես, նույնիսկ եթե ինքը հիմա արդար ձևել անցնի, Կորուն ջան, արդար ձևել անցնի, ասենք 51% է օրինակ, տենց բան հնարավոր չի, բայց ենթադրենք 51%-ը գալիս է արդար ընտրում է իրան, այն 49%-ն էլ իրան դեմ է, չէ ընտրում, բայց այդ 49%-ը իրան ատելու է, նորից նույն ձևի ատելու է, այսինքն այդ ատելությունը չի վերանալու, այսինքն նույնիսկ եթե 51%-ը իրան արդար ընտրում, այն 49%-ը իրան չի ընտրում, այդ 49%-ը էլի շարունակել է ատել իրան, այսինքն ատելության մթնոլորտը Հայաստանից չի վերանալու, հիմա դա ինքը սիրում է ժողովուրդը, ինքը պիտի չառաջադրվի, պիտի առաջադրվի անեց մարդիկ, անեց տեխնասներ, որոնք որ ասենք նույնիսկ իրանց չընտրողը իրանց չատի, հասկանում ես, չէ՞ Կորուն ջան ինչ եմ ասում, ասենք հիմա օրինակի համար, հենց բանակ Սամվել Կարապետյանը, օրինակ, Սամվել Կարապետյանի նույնիսկ այն մարդիկ ովքեր որ գնան չընտրեն, նրանք ոչ չեն ատում Սամվել Կարապետյանին, օրինակ եմ բերում ես, էլի հասկանում եք, նրանք չեն ատում Սամվել Կարապետյանին, ասկա Սամվել Կարապետյանը որ ընտրվի, այն իրա չընտրողն է, ով որ իրան չի ընտրել, կհամակերպվի, հասկանես ատելության մթնոլորտ չի լինի, բայց Նիկոլ Փաշինյանը որ ընտրվի նույնիսկ արդար ձևի, այն իրան չընտրող հատվածը շարունակել է իրան ատել, այսինքն ատելությունը չի վերանա, ատելությունը մեր հասարակության մեջ կվերանա, եթե ասենք Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ ընդհանրապես չառաջադրվեն, հեռանան, քաղաքական դաշտից մարդկային բանից հեռանան, հասկանում ես։ Այսինքն ինքը որ ասում է ես սիրում եմ իմ ժողովրդին, դու եթե սիրես չես առաջադրվի, արա, որտեղ քո ժողովուրդը քեզ ատում է, մի հատվածը քեզ ատում է, ու պրիտոմ դու ոչ մի քայլ չես ձեռնարկում, որ այդ ատելությունը մեղմես, դու թակարակ ավել ես խորացնում դա, դու ասես ով մեր հետ չի, ծեծենք, սենց պետք է անենք, նես պետք է անենք, արա տենց չի, դու իշխանություն ես, այդ ով չգիտի, որ կարաս ծեծեսել, կարաս բռնեսել, կարաս սպանեսել, իշխանություն ես, բայց դու տենց դիչանես, վերջո այդ սաղ քոնն են, չէ, քեզ համեմատում իր Քրիստոսի հետ, բա Քրիստոսը իրան դաժե խաչողներին ասում էր հայրինների սրանց չեն հասկանում, սրանց չեն հասկանում սրանք ինչ են անում, հասկանում ես, հիմա դու եթե սիրում ես ժողովրդին, դու են քեզ ատողին էլ պիտի սիրես, մանավանդ որ դու դրա տեղիքը տվել ես, որ քեզ ատում են, այդ մարդիկ դու ես տվել այդ տեղիքը, բայց դու ոչ ով քեզ ատում է, դու դրանց ավելի ուժեղ մի հատ բառ են ասում, մեկին 10 դու ես ասում, ես սա կասեմ, այս ընտրություններում, եթե բոլոր տեխնացուներն ասածս վերաբերվում, եթե դու գիտեք, որ ունեք ատող հատված, ձեզ ատող հատված, դուք պիտի չառաջադրվեք, որտեղ եթե դու առաջադրվես, թեկուզ ընդդիմադիր դաշտից էլ, եթե ասենք նենց տեխնացու անցնի, որին որ հասարակության մի հատվածը ատում է, նույնիսկ եթե արդար ձևի ինքը անցներ, այն մյուս հատվածը շարունակել է իրան ատել, այսինքն այս ատելության մթնոլորտը, այս բաժանվածությունը չի վերանալու մեր ազգի մեջից, կվերանա այն դեպքում, երբ որ ընտրվի այնց մարդ, որին որ ժողովուրդը, ով որ դեմ է նույնիսկ, նա բայց
ատելությամբ լծված չլինի այդ մարդու նկատմամբ, այդ տեխնացուի նկատմամբ։ Ես սա կասեմ, այսինքն այս ամեն ինչը այդ ատելության հետևանքն է, ատելության արդյունքն է, որ այդ երիտասարդը տենց այս Նիկոլ Փաշինյանը ուր գնա Նիկոլ Փաշինյանը մի ասես բան լինելու է։ Եթե Զարանի չմաքրեն դե իրանց ուզած մարդկանցով չլցնեն, այլ տենց միամիտ իրոք գնա մտնի մարդկանց մեջ, հաստատ իմացեք 10-ից մի 3-4-ը իրան հեչի պես իր 3-4 իրան այդպես կքրֆենել, તો կարող է խփենել, այն մնացածնել մի հոգի երկու հոգի կարող է իրան լավ ընդունել, մնացածնել ուղղակի կվախենան, մի բան ասեն, որ իրանց վնաս չտան։ Այս սա կասեմ ես, Կորյուն ջան։ Բայց այդ տղայի այսօր տունն էին գնացել խոզարկում, ասում է ինչ որ ընդդիմության կողմից ուղղորդված է ներողություն։ Այդ հավը տանեմ, նախ ես տենց բան չգիտեմ, ընդդիմությունն այնա հերքեց, իրանց հարազատներն են հերքե, չէ, իրանց դասարանցիներն էին հելել այսօր ինչ-որ ակցիանում, հերքեցին այդ ամենը, բայց նույնիսկ թեկուզ ընդդիմությունը մարդ չի, ընդդիմությունը մեր հասարակության մի հատվածը չի, թեկուզ ընդդիմությունը քեզ խիպտի տենց ատի, արա։ Ինչ տարբերություն, այսինքն ընդդիմությունը ուրեմն մարդ չի, թշնամի չի, հա։ Խի ընդդիմությունը տես բան է թեկուզ կազմակերպում, նույնիսկ եթե կազմակերպում է։ Օրինակ, էլի այդ ընդդիմությունը կա չէ ատելությունը, բայց նորմալ իշխանություն որ լինի չի լինի տես բաներ։ Նման բան չի լինի։ Բայց նորից եմ ասում ընդդիմությունը չի, պարզվեց էլ չէ որ ընդդիմությունը չի։ Այդ ցավը տանեմ, ուր էլ էթա տենց իրան դիմավորելու են։ Ուր գնա դիմավորելու են իրան, որովհետև մեր հասարակության մեջ մի մեծ հատված ատելությամբ է լցված իրան նկատմամբ։ Ատելությամբ։ Բա մարդկանց տարելա 5000 տղա տարելա սպանելա 120,000 հայ անտունա թողել, ան գերեզմանա թողել, ան հայրենիքա թողել 10,000-ից ավել մարդ հաշմանդամա դարձել։ Հələ մենակ սա եմ ասում, չեմ խոսում էլ արժանապատվության մասին։ Բայց այդ ամեն զոհված, ամեն մահացած զինվոր իրա բարեկամներ ունի, ընտանիք ունի, աղբերներ ունի, ընկերներ ունի, չէ։ Բայց դրանցից ասենք 10-ից 9 իրանց կզսպեն, են մեկն էլ կհարձակվի։ Հասկանում ես ցավը տան, սա դա նորմալ է, այդ երևույթները սպասելի է, դու պիտի սպասես տենց երևույթներ, ոչ թե այդ հաս մտնես մարդկանց մեջ, գոնե մի մտի մարդկանց մեջ, բա մտնում ես այդ մարդկանց արձագանքը տենց ալ, ինչքան էլ դու հիմա էշ ասես, որ դու խաղաղություն ես բերի, ինչ խաղաղություն, արա, սխալվել ենք ասում, արա քո սխալի արդյունքում, հələ եթե էլ չեմ ասում, որ հայրենիք են կորցրել, լավ, հայրենիքը քո համար հայրենիք չի ասենք, բայց քո սխալի արդյունքում 5000 մարդ է մահացել, արա դու հասկանում ես։ Բա ուզում ես քեզ նորմալ ընդունեն բոլորը։ Միանշանակ չեն ընդունի։ Հա մի մասը լավ կընդունի, բայց այն մի մասն էլ ատելությամբ լցված։ Հələ թող գուշելի որ տես կարող տապորով տային գլխին այդ պայն գլուխն էլ կիսեին, տես որ մտնի մարդկանց մեջ, բա կլինեն տես մարդիկ։ Մի գնա մի մտնի մարդկանց մեջ։ Պարոն Մկրտչյան, Կորյուն ջան, Նիկոլ Փաշինյանը Արցախի մասին եւ արցախցիների մասին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելիս ասաց, որ միֆ է, որ արցախցիները կռվել են, նրանք փախել են եւ մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանին ճողոպրել են։ ճողոպրողը ինքն է իր սաղ կյանքով, ես դրան անդրադարձել եմ մի քանի անգամ, Կորյուն ջան, մի հատ էլ քո մոտից անդրադառնամ, ճողոպրելա ինքը սաղ իր կյանքում, սաղ 90-ական թվականների պատերազմներից ճողոպրելա, որ իր երիտասարդ տարիքում եղել են էներգիայով լցված տարիքն եղել, իր այդ տարիքում են, չէ՞ հիմնականում այդում պատերազմ։ Ես չեմ ասում, ես բանակ գնացել, որտեվ բանակ գնալը իմ համար իսիմինչ չի։ Ես ծառայել եմ Կորյուն ջան, բայց ես երբեք չեմ հպարտացի իմ ծառայելով, բանակ գնալով։ Ես հպարտացել եմ պատերազմներին մասնակցելով։ Բանակ գնացածների մեծ մասը, որ գնացնա բանակ, եթե բանակը պարտադիր չէր, չէր էթա։ Եթե հայրենասեր ես, այ հայրենասեր պատերազմ պիտի եթային։ 90-ական թվականներին քիչ չի գնացել պատերազմ։ Ճողոպրելա պատերազմից, մարտի 1-ից ճողոպրելա, ինչքան վաղ փախած մնաց։ Արցախից ճողոպրելա, բա դու գնացիր կանգնիր Արցախում, ասիր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հելար Շուշիում պարում իր, տղճիկ է տալի Շուշիում։ 20 թվի պատերազմից հետո մի օր գնացել ես Ղարաբաղ։ Գիտեք խի չի գնացել, որտեվ Ալիևից վախում էր, Ալիևից ճողոպրել էր։ Հիմա ճողոպրողը ինքն է, թե արցախցիները։ Անտեր էր թողել արցախցիներն, այս կպտի մնային դե մեռնեին։ Կորյուն ջան, սրանց ուզածը գիտեք որն է, որ ամենավերջի արցախցին կռվել մեռնել ու Արցախի հարցը վերջնական փակվի։ Բայց քանի դեռ արցախցիները կան,
Արցախի հարցը փակված չի, Ղարաբաղյան շարժումը փակված չի, Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է այնքան ժամանակ, քան դեռ Արցախը անկախ չի։ Կորյուն ջան, Ղարաբաղյան շարժման դեմ իսկ սովետական կայսերությունը չկարծավ կանգնի։ Սովետական կայսերությունը քանդվել է, փլուզվել է Ղարաբաղյան շարժումով։ Հասկացաք, ու Ղարաբաղյան շարժումը շարունակվել է, իսկ որ արցախցիները 120 արցախցի մնային կռվեին անտեր վիճակով, անօգնական, մնային կռվեին մինչև վերջի արցախցին մեռներ ու տենց էլ կլներ։ Վերջի արցախցին մեռներ, всё, Ղարաբաղյան շարժումը այդ վաղ կպրծներ։ Այդ դրա համար ասրանց հետևները մռմռում։ Հասկանում եք, Կորյուն ջան։ Բայց ցելի պետությունն է սարա հանձնել, ցելի հայրենիք է հանձնել։ Այդքան մարդ ես կոտորե, այդ 120,000 արցախցիներին մենակ ես թողեն դեռ, չէ՞։ Բայց արցախցիները բարեկամներ ունեն, հարազատներ ունեն, մտերիմներ ունեն, կամ են 5,000 տղեկը բարեկամներ ունեն, հարազատներ ունեն, ընտանիքի անդամներ ունեն, որ զոհվեցին քո սխալի պատճառով։ Իրա բարերն եմ ասում։ Բայց դու այդ մեզ մտնում ես մարդկանց մեջ, լավ, այդքան խելք չունես, որ այդ մարդիկ կարող է հարձակվեն քո վրա։ Այդքան խելք չունես, որ կարող է հարձակվեն քո վրա։ Գուցե հատուկ է անում։ Բա հատուկ էլ կարա անի, կարա հատուկ էլ անի, դու կարա էսա սարքի մի հատ էլ յանի մահափորձ իրա վրեն կազմակերպեցին, օրինակ էլի մի հատ էս բան կարա կազմակերպել, որ սկսի ռեպրեսիաները, էդ էլ կարա անի, բայց կարան եւ տես բաներ իրականում էլ լինեն։ Կորյուն ջան, հասարակ խելք պետք է ունենաս, դու այդ մեզ մտնում ես այն մարդկանց մեջ, եթե իրականում եթե մտնում էլի, դե ասենք հա, եթե Զարանի մաքրում են դաշտը, թողում են նենց մարդկանց, որոնք որ իրանց մարդիկ են ու ցույց են տալի, yəni մարդկանց մեջ մանա գալի, էդի ուրիշ բան։ Բայց եթե իրականում գնում է մտնում մարդկանց մեջ մենակով, բապտի սպասես, որտեղ մեկը կարող է քեզ մահափորձել անի քո դեմ։ Այդքան անխելք ես դու։ Հասկանում ես, բա կանեն, տրամաբանական է որ կանեն։ Բա հարձակվել ես եկեղեցու վրա։ Կաթողիկոսին վեհապարին ասես Կտրիչ Ներսիսյան։ Բա հավատացյալ մարդկանցից մեկը կարող է քո դեմ մահափորձել անի։ Նորմալ չի, դա նորմալ է, դա սպասելի է։ Ես չեմ ասում արեք տենց բան, ոչ թե կոչ եմ անում, այլ ասում եմ դա սպասելի է։ Պիտի սպասես տենց բան։ Մարդիկ իրանց հոգևոր առաջնորդների համար կյանք են տալիս, արա կյանք են տալիս։ Բա ստեղ էլ կլինեն, չէ՞ տենց հավատացյալ մարդիկ, այդ ձևի հավատացյալ մարդիկ։ Դու իրանց հոգևոր առաջնորդին, մի ցելի 10 միլիոն հայության հոգևոր առաջնորդին կաթողիկոսին Կտրիչ Ներսիսյան թալանչի ու չգիտեմ ինչ ես ասում, սրբազաններին դատում ես, ինչ ասես գլխներին սարքում ես։ Հավատացյալների մեջ կլինեն մարդիկ, որ ասենք հա, սովորական իրանց համար էդի իսինի չի։ Կլինեն մարդիկ, որ կցավան, կլինեն մարդիկ, որ պատրաստ կլինեն իրանց կյանքով քեզ պատժեն, իրանց կյանքով։ Հասկանում ես, իրանց կյանքը կդնեն քեզ պատժելու համար։ Բա դա նորմալ է, չէ՞։ Դու այդ մեզ մտնում ես իրանց տուն, որ ուրիշ տեղեր եթում էր բաներ պատարակներ էր մասնակցում, դե մաքրումի, չէ՞, Զարանի սաղին։ Իրանց չէ՞։ Բայց հիմա դու գնացել ես այդտեղ ընդհանուր եկեղեցական առայրողակարգեր, միջոցառում էր, չէ՞, դե հավատացյալ մարդիկ էին, ոչ քո թիմակիցները, ոչ քո նման մտածողները։ Դու այդ մեզ մտնում ես այդտեղ քեզ կարային խփեին, կարային քրֆեին, կարային մահափորձել անեին քո վրա։ Այդ ամեն ինչը սпасելի է։ Հիմա մեղավոր է ով է այդ ամեն ինչը, եթե նույնիսկ իրան փորձեն են խփեն, նույնիսկ փորձեին մահափորձել անեին։ Մեղավոր ով է, մեռնեմ։ Դու քեզ է դու մտնում այդտեղ արա։ Ինչի համար ես մտնում։ Պետական պահպանության տակ գտնվող անձ ես։ Այ ապրես, ցավը տան։ Քեզ է դու մտնում դու տեղ։ Մարդ են, չէ՞, մեռնեմ քեզ ներվա 10-ից 9 իրան ներվերը, իր էմոցիաները կպայեն, մեկն էլ քո նման ոչ adekvat կլի, չի կարա պայի ու կհարձակվի վրա։ Պարոն Մկրտչյան, հետաքրքիր է, որ երբ որ Նիկոլ Փաշինյանն իր շարասյունով է անցնում, ոստիկանները այդ ողջ տարածքը սրբում են, մարդկանց չեն թողնում, որ մոտ գնան ճանապարհին եւ այլն, բայց քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ քարոզարշավ անելու ժամանակ պետք է մի հատ էլ մտնի պատարակի մասնակցի։ Դե ինքը տենց մարդ է, կարա էլի, յանի ես բան էդի չեմ կարա լինի, հնարավոր է էլի։ Ես տեսեք ինչ եմ չեմ բացառում, որ իհարկե կարան ինչ-որ իրանք էլ սարքեն, սադրեն, այտենց բաներ, որ հետո սկսեն ռեպրեսիաներ, էդ էլ չեմ բացառում։ Բայց իրա տեսակը իմանալով, այդ տեսակի մարդը կարա գնա մտնել, յանի ես տեսեք մտնում եմ ազատ մարդ եմ գա, էլի, այսինքն կարար օրվա պլանից դուրս, ասենք գծում են, չէ՞ պլանը, սենց են կանելու իրանց։ Պլանից դուրս կարա ինքը բաներ անի էլ, հավատում եմ, որ իրոք կարասա պատահական եղածած լինի։ Բայց նաև չեմ բացառում, որ կարող է հենց իրանք դիտավորյալներ արել են, սադրել են, որ սենց մեծ շուխրել ու սկսեն ռեպրեսիաներ, օրինակ, էլի։ Էդ էլ չեմ բացառում։
բայց կարա լինի նաև պատահականություն, էլի իր նման մարդուց հավատալու է, որ ասենք կարա մեկը ասի, «Մի հատ է սենց մտնենք, յանը տեսիքը ժողովրդավար է, էլի»։ Հասկանեք, էդ էլ կարալի, չեմ բացառում, էլի։ Պարոն Մկրտչյան, քիչ առաջ դուք ասում եք, որ Ղարաբաղյան շարժումը փակված չէ, քանի դեռ արցախցիները կան։ Նիկոլ Փաշինյանն ասում է, հենց այսպիսի խոսույթ ունի ընդդիմությունը, եւ եթե ընդդիմությունը իր այս խոսույթով գա իշխանության ու ես չընտրվեմ, ամենաուշը սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ուրեմն Կորյուն ջան, պատերազմ կլինի մենակ, եթե ուժեղ ղեկավար գա, պատերազմ չի լինի։ Այդ խոսույթը 88 թվից կար։ Պատերազմ մնում է։ 94 թվին մենք պարտադրեցինք զինադադար, մի հատ էլ զինադադար պարտադրել ենք 16 թվի ապրիլին։ Այսինքն մենք արդարացի պահանջ ենք ներկայացնում 16 թվականի ապրիլին, որ կռիվը սկսեց Ադրբեջանը, ամբողջ աշխարհը իրան դատապարտեց։ Մենք արդարացել, մենք բեսպրիցելավարի չենք ասում, մենք փաստերով հիմնավորված ամբողջ աշխարհին ներկայացնելով պահանջում ենք։ Նախ ընդդիմությունից ոչ ոք հələ չի ասել, որ գանք սենց ենք անելու կամ նենց ենք անելու։ Ես որպես անհատ եմ խոսում, որպես անհատ խոսում, հասկանում եք, Սավտան։ Ու ես հիմնավորում եմ, ճիշտ եմ ասում, ասենք եթե ուժեղ լիդեր մենք ունենանք, այդ պահանջները մենք կարող ենք ներկայացնենք, որ պատերազմի տեղի չտանք։ Ու եթե ուժեղ լիդեր մենք ունենանք, մենք այնքան ուժեղ կլինենք, որ եթե հանկարծ Ադրբեջանը արկածախնդրության գնա, մի հատ մրտենք ուտի։ Հասկանում ես, Ալիևը անասուն չի, էլի, անասուն չի, նա հաշվարկան էլ գիտի։ Նա որ տենաս թե հզոր իրան հավասար գոնե ուժ կա, նա չի սկսի կռիվը, որտեղ իրան էլ վնաս կլինի։ Ապրիլյան պատերազմին մի հատ փորձ արեց, որտեղ 20 տարի անցել էր, թե միլիարդավոր դոլարներով զինել էր իր բանակը, չէ։ Մի հատ փորձ արեց, տեսավ չի կարող, 4-րդ օրը կանգնացրեց։ Ի տարբերություն մեր հիմար Նիկոլի, մեր տուպոյ Նիկոլի, որ ասենք 44 տարավ մինչև վերջում Պուտինը վերջը զորով կանգնացեց ու ինչ էլ կար, էդի Պուտինը փրկեց, չէ։ Հոկտեմբերի 17-ին, քանիսին էր Պուտինը, որը ասել էր կանգնացնենք, չէր կանգնացրել։ Պրիտոմ Պուտինն էր առաջարկել, չէր կանգնացել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Ալիևը 4-րդ օրը նա այնքան խելացի մարդ է, ի տարբերություն մեր հիմարի, որ նա 4-րդ օրը զգաց, որ չէ ախպեր ջան, արա, ես 20 տարի միլիարդներ եմ ծախսեին բանակի վրա, բայց հələ ես ուժեղ չեմ։ Ասես որ շարունակեք իմ համար վատ կլինի։ Ու դիմեց Ռուսաստանին, չերես Ռուսաստան ընկա Սերժ Սարգսյանի ոտել է, որ զինադադար կնքեն։ Ու Սերժ Սարգսյանն էլ մի հատ մտածեց, հետո ասեց լավ, հարց չկա։ Հասկանում եք։ Այսպես պետք է ասկի իշխանությունը եթե փոխվի, հա, որ մի հատ իրան ման տուպոյ գա իշխանության, հա, կարա նոր նեցանի Հայաստանն էլ կորցնենք։ Բայց եթե իշխանությունը փոխվի, կա հզոր մի հատ մարդ օրինակ ես շատ կուզեի, որ Սերժ Սարգսյանը հետ գար, բայց Սերժ Սարգսյանը հետ չի ուզում գա քաղաքականություն, բայց ասենք եթե գա մի հատ նեց մարդ, սովորական թեկուզ մարդ, որը որ կհենվի այդ հզոր մարդու վրա, Սերժ Սարգսյանի վրա, ով որ 30 տարի մեր պետության անվտանգությունն ապահովել, մենք ոչ մի պատերազմ էլ չի լինի, որտեղ մենք կհզորանանք, կուժեղանանք Կորյուն ջան, իսկ ուժեղի հետ պատերազմ չեն անում, ուժեղի հետ արդեն հաշվի են նստում, ու մեր պահանջները բանակցություններով մենք կանենք։ Ինչու Սերժ Դիվանագիտական ճանապարհով կանենք, հասկանում եք, Կորյուն ջան։ Պարոն Մկրտչյան, ձեր կարծիքով ինչու երրորդ նախագահը կարծես թե չի ուզում մասնակցել ընտրություններին։ Դե հələ չգիտենք, ապրիլի 4-ին կերև, բայց ասենք երրորդ նախագահը ամենալավն է հասկանում, բոլորից էլ 1000 անգամ ավելի լավ է հասկանում, ոնց է ավելի ճիշտ ու ոնց ավելի օգուտ կտա Նիկոլին հեռացնելու process-ին։ Հիմա ասենք երրորդ նախագահն ունի ասենք այսքան ռեսուրս, հիմա ինքը մտածում է, ու ամենալավը ինքն է մտածում։ Դա համար ինձ որ ասում են, ասում եմ Սերժ Սարգսյանը կորոշի։ Սաղից էլ 1000 անգամ համ հայրենասեր է, համ էլ 1000 անգամ ավելի համ հայրենասեր է, համ 1000 անգամ ավելի փորձառ է, համ 1000 անգամ ավելի խելացի է, համ էլ մի խոսքով ինքը ամենաճիշտը ինքը կորոշի։ Եթե ինքը որոշի այդ ռեսուրսը սենց օգտագործվի, նենց, գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է ու Հայաստանի ազատագրումն է։ Եթե այսօր հանրապետական կուսակցությունը մասնակցի, հանրապետական կուսակցությունը շատ ձայն կտանի։ Կորյուն ջան, բայց ասենք կարող է չմասնակցելով ավելի օգուտ տա Նիկոլի հեռացման process-ին, որտեղ հանրապետական կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ իր նպատակը մանդատ ունենալը չի։ Իր նպատակը Նիկոլին հեռացնելն է, հայրենիքը փրկելն է։ Հիմա Սերժ Սարգսյանը կորոշի ոնց ավելի շատ օգուտ կարա տա Նիկոլի հեռացման process-ին, տենց էլ կանի ինքը։ Բայց ես ինչ եմ ասում, ընտրություններին հետո բարով խելով եթե հեռացնենք էլ Նիկոլին, ով էլ գա իշխանության, ճիշտ կանի, որ հենվի Սերժ Սարգսյանի վրա, եթե չհենվի,
ավելի վատ օրը կարանք մենք ընկնենք, որովհետև այդ ձևի մարդուն իր այդ բաներից չօգտվել, իր այդ հնարավորություններից, դա արդեն հիմարությունն է։ Ինք շատ հզոր մարդ է, ամենափորձառու մարդն է, ու ասենք իրոք հզոր մարդ է անվտանգության ոլորտում։ Իր անցած ուղին նայելով եմ ասում ես, չեմ իմ ցանկությունը չեմ ասում, չգիտեմ ինչ չեմ ասում։ Իր անցած ուղին, որ նայում ես Կորյուն ջան, Հայաստանի երրորդ հանրապետության համար ամենամեծ ներդրում ունեցող մարդը ինքն է։ Ամենահզոր, ասենք, անվտանգության ոլորտում անվտանգությունը միշտ ինքն է ապահովել։ Բոլոր նախագահների օրոքել։ Բոլոր նախագահների օրոքել, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, երեք նախագահների օրոքել անվտանգություն ապահովողը եղել է Սերժ Սարգսյանը, բայց հզոր մարդու վրա չհենվես, չեթաս խորհուրդ չհարցնես իրանից։ Դա արդեն հիմարություն է։ Ով էլ գա, պետք է իր հետ հաշվի նստի, եթե ուզում է հայրենիքին օգուտ տա։ Պետք է իր խորհուրդները լսի, իր խորհուրդներով շարժվի, եթե ուզում է մեր պետությանը օգուտ տա։ Նիկոլին հերացման process-ի մեջ ընտրություն կլինի, impeachment, ընտրություն, հետընտրական process։ Եթե ուզում են հաղթեն այսօրվա մեր ընդդիմությունը, պետք է գան իր մոտ, պետք է գան իր խորհուրդները լսեն։ Ես սա եմ ասում։ Այսօր ընդդիմությունը ունի այն ռեսուրսը, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բայց այդ ռեսուրսը պետք է ճիշտ օգտագործվի։ Ճիշտ օգտագործել որ նա պետք է նպատակ դրվի Նիկոլին հեռացնել, ոչ թե նպատակ դրվի մանդատներ վեկալելը։ Իսկ Նիկոլին հեռացնելու ճիշտ ռեսուրսները ճիշտ օգտագործելու լավագույն բանը կարա հենց ինքը կոորդինացնողը կարա ինքը լինի ինձ։ Ես սա եմ Պարոն Մկրտչյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանի Նիկոլ Փաշինյան բառացի չի ասում, բայց բովանդակությունը հետևյալն է, որ նա նախ ՀԱՊԿ-ին ասաց, որ ՀԱՊԿ-ը մեզ ուղեկցել է դեպի, եթե չեմ սխալվում, կառափնարան, հա, այսինքն դեպի ցեղասպանություն 20 թվականին։ Մեզ ուղեկցել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ միջև Նիկոլ Փաշինյանը այդ ՀԱՊԿ-ը մեզ մենակ օգուտ չէր տալի։ Հիմա կներեք, ես ասեմ հարցը հիշեք ու շարունակեք։ Հիմա ամենաանվտանգ սահմանը ո՞րն է եղել։ Այս Նիկոլ Փաշինյանի գալուց հետո 20 թվականի պատերազմ եղավ, 21, 22, 23, ինչ ասես եղավ։ Հայաստանի ամենաանվտանգ սահմանը ո՞րն է։ Գյումրին, չի։ Այո։ ՀԱՊԿ-ը չի պահում, Ռուսաստանը չի պահում այդ սահմանը։ Այսինքն ՀԱՊԿ-ը միշտ մեր անվտանգությունը 90-ական թվականներին, որ Թուրքիան չկարեցավ խառնվի պատերազմին։ Մի մոմենտ հայ խառնվում էր Ադրբեջանը, բայց հետո չխառնվեց։ Էդ ով արեց Ռուսաստանը։ Որ Ռուսաստանը չէ՞ Թուրքիան մտնել էր մենք Թուրքիի հետ կարային կռվեինք, չէինք կարա։ Բայց մենք այնքան հզոր էինք ու ճիշտ դիվանագիտություն էինք տան, որ մենք Թուրքիան կարացանք նեյտրալիզացնենք։ Որովհետև մենք ասացինք մենք ավելի ուժեղ ընկեր ունենք։ Քոնգերը Թուրքն է, մեր ընկերն էլ ռուսն է։ Ասում է Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Ուրեմն Կորյուն ջան, Ռուսաստանը Հայաստանին ստեղ ոնց ուզի մի վարքյան իր ուզածը կլինի։ Ռուսաստանի պետք չի պատերազմ վարի, պետք չի ինչ-որ եսի մինչև ստեղանի։ Ռուսաստանը ուզի այսօր ստե իշխանափոխություն։ Իմացեք, մի ժամվա ընթացքում իշխանափոխություն կլինի։ Նախի պետք է հիբրիդային պատերազմ վարի, չգիտեմ ինչեր անի, երբ որ ամեն ինչը կարա այս անելով իր ուզածով անի։ Ինչի պետք է ուրիշ բան անի։ Ռուսաստանը մեր ներքին կյանքին չի խառնվում։ Կորյուն ջան, Ռուսաստանը գիտեք չի չի խառնում, որտեղ ասում են ինչ անեք ձեզ եք վնաս տալու։ Ռուսաստանը այս տարածքը համարում է Իրանը։ Այս տարածքը Ռուսաստանը համարում է Իրանը ու ոչ ոք իր ձեռից չի կարա վերցնի։ Այ ներսում ինչ անես, քեզ ես վնաս բերելու։ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի դեմ շատ-շատի կոտորվի։ Եթե ձեզ թվում է մենք կարան գնանք թեկուզ նույնիսկ դեպի Թուրքիա, չարաչար սխալվում եք։ Ռուսը չի թողի։ Շատ մեր գլխին մի հատ փորձանք կբերենք։ Հիմա Ղարաբաղից մենք ենք զրկվել, բայց այդ Ղարաբաղն էլ է ռուսինը, Ադրբեջանն էլ է նույնիսկ ռուսինը, Հայաստանն էլ է ռուսինը, սա Կովկասն է ռուսինը ու նախքին սա խորհրդային միությունը ռուսինն է։ Ռուսին պետք չի իսի միջեր անելը։ Հասկանում եք։ Ու այս տարածքները ռուսը, եթե Ռուսաստանը մեջից քանդվի, կործանվի, այդ ժամանակ մենք կարանք հա ռուսից անկախ Էսյան էթան կամինյատան թեպեքի այդ դեպքում Թուրքը մեզ կուտի, վարքյանական կուտի, բայց Ռուսաստանը մեջից չի քանդվում, Պրիգոժինով էլ Պուտինը ցույց տվեց, որ չի քանդվի, Ռուսաստանը ներսից, դա Պրիգոժինը Պուտինի ձիով քայլն էր։ Պուտինը դրանով ցույց տվեց, որ չփորձեք Ռուսաստանը մեջից քանդեք, ձեր միլիարդները մի ծախսեք Ռուսաստանը մեջից քանդելու վրա, որովհետև եթե Ռուսաստանը մեջից խառնվեց, իրար կարող է ատոմային բոմբերը հայտնվի Պրիգոժինի նման մեկի ձեռը։ Դա սա Պուտինն էր արել։
Պրիգոժինը ոչ կարար Պուտինին դավաճան էր, ոչ էլ կարար Պուտինի դեմ դուրս գար։ Էդի Պուտինը արել, որ աշխարհին ցույց տա, որ չի կարելի Ռուսաստանը անկայուն որ եղավ, էդի աշխարհը կկործանվի։ Ձեր միլիարդները ծախսեք, որ Ռուսաստանը մեջից կայուն լինի։ Այսինքն դրանով ինքը ապահովեց իր ներքին կայունությունը, որ դասի այդ արևմտյան ուժերը հասկանա, որ չի կարելի Ռուսաստանը մեջից փորձել քանդել։ Իսկ կրվով չեն կարող քանդեն Ռուսաստանին, կրվով չեն կարող հաղթեն Ռուսաստան, էդ էլ տեսան։ Սաղ աշխարհին հաղթում է, թեկուզ մետր։ Ամենավերջում յադերնի բոմբով է խփելու։ Ու հիմա իմիջիալոց ամեն ինչը գնում է դեպի յադերնի պատերազմի։ Ու դա շատ վատ է։ Ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը այս տարածքները Ռուսաստանինն է։ Մենք ռուսի գլխից չենք կարա թռնենք, որ դեպի Եվրոպա են ուզում։ Շատերն էլ ասում են թուրքական վիլա է։ Ռուսն էլ պետք է թողի, որ ստե դառնա թուրքական վիլա է, չէ։ Թուրքը պետք է մտնի մի հատ մեծ կոտորի։ Այդ դեպի դա է տանում Նիկոլ Փաշինյանը իր արևմտյան քաղաքականությամբ, որ թուրքը մտնելու է մեզ մի հատ կոտորի ու ռուսը գա մեզ օգնության։ Մենք աղաչենք, որ ռուսը գա մեզ փրկի։ Ու գա մեզ փրկի ռուսը, այս սենց ալնելու։ Ու դեպի դա տանում է Նիկոլ Փաշինյանը, ասես Նիկոլ Փաշինյանը ամենալավ ծառայում է Ռուսաստանի շահերին, ամենալավ։ Նիկոլ Փաշինյանը վնասատալի մենակ մեզ, մենակ Հայաստանին։ Շատ Որ լավ։ Ռուսաստանը ստեղ ուզի իշխանափոխություն անի, հիբրիդային պատերազմ, խիպտանյա 102 օր բազային կասել մատ քայլելով գնա իշխանությունը վեկալ։ Քայլելով, հələ տենամովա դեմը կանգնելու։ Ով պետք է դեմը կանգնի, որ 102 օր բազան, անդից քայլելով գա դեպի Երևան։ Ով է դեմը կանգնելու, մի հատ կարակ ինձ ասեք։ Գա մտնի Երևան ու ասի իշխանությանն հանձնվում է Պողոս Պողոսյանին, օրինակ։ Այս մեկը պետք է հելնի դեմը, ռուսի դեմ կարան հելնի, ով է հելնելու։ Բայց ռուսը դա չի անում, ու դե ասում ես չեմ խառնկում ներքին կյանքին, ինչ անում ես Սարա, քեզ ես վնաստալու։ Քեզ ես վնաստալու, վերջում խնդրելու ես, որ կամ քեզ օգնեմ, որ կամ քեզ փրկեմ Թուրքից։ Ու դառնալ ես ռուսամետ դարերով ծորների պատմել ես, որ ռուսի շնորհիվ ես սաղ մնացել։ Այդ դա է անում Նիկոլ Փաշինյանը, ռուսը չի անում։ Ռուսը ասում ախպեր ջան, դու որոշի։ Կուզես կնեք ունկերը, կուզես կնեք քու փրկիչը, ինչ կուզես տենց կլինի։ Կորուն ջան, նախկին խորհրդային միության բոլոր հանրապետություններն էլ ռուսը վերցնելու է։ Դաժե Լիտվա, Լատվիա, Էստոնիա, ես էս ասել եմ, ես իմ Եփանից, դե մեկ արդեն ընդեղ են խաղեր տալիս։ Դեն մեկ չէ խաղեր են տալիս, արդեն Էստոնիայի մա թե որտեղ է։ Այսինքն նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Լիտվա, Լատվիա, Էստոնիա ռուսը վերցնել է ու կռվով է վերցնելու ամենավերջում։ Միակ պետությունը նախկին հանրապետություններից սովետական, որ կարա անկախ մնա, դա Հայաստանն է։ Բայց գիտեք ոնց, եթե հետ կա Սերժ որտեվ անհատների դերը շատ մեծ է։ Սերժ Սարգսյանն այն անհատը, որ կարա, չեմ ասում, ռուսին պրոցի վեթա։ Կարանես դիվանագիտություն տանի, որ ռուսն էլ ուզի, որ Հայաստանը անկախ լինի։ Հենց ռուսը ուզի, որ Հայաստանը անկախ լինի։ Ունի մեր հզոր դաշնակիցը։ Այսինքն Սերժ Սարգսյանին, եթե ուզում եք լինեք անկախ, ուրեմն Սերժ Սարգսյանին խնդրեք, որ հետ գա մեր պետությունը անկախ պահի։ Հակառակ դեպքում մենք կամ պետք է լինենք Ռուսաստանի դաշնակից, կամ պետք է լինենք այդ ռուս-բելարուսական դաշինքի անդամ, կամ պետք է լինենք գուբերնիա ռուսի տարբերակներ, էսեն կամ էլ պետք է լինենք բանի թուրքի մի հատ կոտորվենք թուրքական վիլայեթ էլ չէ։ Մի հատ կոտորվենք թուրքերի կողմից ու վերջում ռուսը գա այս տարածքը վերցնի, ով էլ մնաց թե սաղ փրկի, բայց կարող աստեղ արդեն այլ ազգերը ավելի շատ էլ լինեն։ Այս սա է էթում, այդ դեպի էսա էթում։ Կորուն ջան։ Շատ լավ, հետևենք process-ներին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Հետևենք տեսնանք։ Ես էլ ասեմ, Կորուն ջան, որ շատ վտանգավոր բաներ էլ ասում, կարող ատոմային պատերազմ էլ սկսվի։ Ասեմ, այսպես որ շարունակվի, այս որ մերոնք էլ մենակ մերոնք չէ, շատ էլ ուրախանում են, որ Իրանը այսպես լուրջ հաջողություններ է ունենում, չէ՞ Ամերիկայի դեմ։ Դիմադրում է, բեսամ կռվում է։ Ուրեմն Իրանը սմերտնիկ պետություն։ Եթե սենց շարունակվի, չի բացառում, որ Ամերիկան ատոմային բոմբով կխփի Իրանին, ռուսն էլ կխփի Ուկրաինային։ Այսինքն աշխարհը այնքան է հաբրգե, որ չեն տենում, որ չի կարելի, ասենք, ատոմային գերտերությունների հետ քալլա տալ։ Ատոմային գերտերություններին վնասներ են տալի լուրջ ու դրանից ուրախանում են։ Արա այդ հաջողություններով դուք դի տխլեք, որտեղ որ հաջողությունները շատացան, բա կխփեն ձեզ։ Բայց ատոմային բոմբ ինչի համար է։ Ասենք, հենց գիտեն չեն խփի, բայց կխփեն, մի հատ երկու հատ կխփեն ու արդեն սաղ կսկսեն հաշվի նստել ու դա կնի շատ վատ կլինի։ Նախ մարդկային զոհերը, Կորուն ջան, շատ վատ է, ես չեմ ուզում ոչ մի մարդ մեռնի։ Ու երկրորդն էլ մեր համար ինչքան վատ կլինի Հայաստանի համար, որ հələ պատկերացեք Ամերիկան ատոմային բոմբով խփի Իրանին։
Ստե միանգամից հզորանմա Թուրքիան ու Ադրբեջանը։ Հասկանում եք։ Ես ինչն եմ ուզում դրա համար։ Մեր շահերից, Հայաստանի շահերից ո՞րն է բխում, որ Իրանը մնա հզոր պետություն, հզոր։ Իսկ Իրանը հզոր պետություն կարա մնա մի դեպքում, եթե Ամերիկայի հետ լեզու գտնի, որ Ամերիկայի հետ թշնամի չլինի, որտեղ հակառակ դեպքում Ամերիկան իրան կխփի։ Իրանը որ պահին ատոմային բոմբ ունեցավ, խփելու է Ամերիկային։ Իսրայելին էլ կխփի, Ամերիկային էլ կխփի։ Քաջ գիտակցելով, որ նրանք էլ իրան կխփեն, որտեղ Իրանը մահապարտ պետություն է, մահապարտ։ Դրա համար չեն թողի Ամերիկան ու Իսրայելը չեն թողի, որ Իրանը ատոմային բոմբ ստեղծի։ Իսկ Իրանը Ամերիկայի հետ հավերժ թշնամի չեն, այսինքն իշխանությունը կարա փոխվի, իրանք ընդ դառնան աղբերներ, ոնց որ եղել են մինչև 79 թվի այդ իրանք հեղափոխությունը։ Այ մեզ ձեռատալի, որ Ամերիկայի հետ իրանք լեզու գտնեն, Ռուսաստանի հետ լավ ունեն հարաբերություն ունենան, Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունենան ու մնան հզոր։ Հələ պատկասեք Իրանը որնի հզոր, Ամերիկայի հետ էլ դզված արդեն, ըստ Թուրքիան ու Ադրբեջանը միանգամից խելոքանում են, միանգամից, որովհետև Իրանն էլ իրանց կխելոքացնի, որովհետև Իրանը նրանց հետ հավերժ թշնամի է։ Մեր ու իրանցիների հետ շահերը համընկնում են։ Մենք ամ բարեկամ ժողովուրդներ ենք, համ էլ մեր շահերը համընկնում են, ոնց որ մեզ են թշնամի Թուրքիան ու Ադրբեջանը հավերժ թշնամիներ են։ Դենց էլ Իրանին են հավերժ թշնամի, որովհետև նրանք անընդհատ աշկ են ունենալու ատրպատականի վրա։ Ու եթե ստացվի հանկարծ վերցնեն, Իրանն էլ սաղ կյանքը վիզդնի հետ վերցնի։ Իրանք հավերժ թշնամի են, ոնց որ Ռուսաստանն ու Թուրքիան են հավերժ թշնամի։ Ոնց որ հույներն ու թուրքերն են հավերժ թշնամի։ Հույները հենց ատամները կտեց Կոստանդնապոլիսը վերցնելու են։ Հասկանում եք, այսինքն նրանք հավերժ թշնամիներ են։ Մենք էլ ենք հավերժ թշնամի, բայց Իրանն ու Ամերիկան հավերժ թշնամի չեն։ Այսօր կարան թշնամի լինեն, երկուս կարան բարեկամանան։ Մեր շահերից է բխում, որ բարեկամանան, որտեղ եթե Իրանի հաջողությունները սենց հանկարծ շարունակվի, չէ, ռազմայի դաշտում, չկասկածեք Ամերիկան կխփի ատոմային բոմբով, կխփի Իրանին ու Ռուսն էլ կխփի Ուկրաինային արդեն։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Հաջողություն ձեզ։